Անկեղծ ասած ես լավ չեմ հասկանում, թե հարցը ինչի մասին է, փորձեմ ենթադրել։ Ինչու համար լավ չեմ հասկանում, որովհետև անկախ բոլոր հանգամանքներից մենք կարողացանք այդ շարժումը ձևավորել, փոխարեն ստացանք պատերազմ, այդ պատերազմում կարողացանք ամբողջովին պաշտպանել մեր, ես նկատի ունեմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, մի բան էլ ավելին, այսինքն ամբողջովին հաջողությամբ պսակվեցին մեր ջանքերը։ Ես ենթադրում եմ, որ դուք նկատի ունեք 94 թվականի մայիսի 12-ի ստորագրած Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը։ Ճիշտ եմ հասկանում, թե չէ։ Այո։ Ուղիղ ասեք, ինչ ա եղել։ Մենք այստեղ եկել ենք, որպեսզի իրար հետ ուղիղ խոսենք եւ ստանանք ուղիղ պատասխաններ։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սխալ էր հրադադար ստորագրելը եւ այլն, իրավիճակին չէին տիրապետում եւ այն ժամանակ եւ դրանից հետո ուղղակի մեծախոսությամբ են երևի տառապում։ Չեմ ուզում ոչ նսեմացնել, ոչ էլ գերագնահատել այդ իրադարձությունները, բայց ուզում եմ ուղղակի մեկ օրինակ բերել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի։ Մենք 93 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեինք ավելի մեծ տարածք մեր վերահսկողության տակ, քան ենթադրենք 94 թվականի փետրվարին կամ մարտին։ Սա մի հանգամանք։ Երկրորդ հանգամանքը, ավելի ճիշտ հանգամանք չի, օրինակ բերեմ ձեզ, մենք 94 թվականի ապրիլ ամիսներին մեր զրահատեխնիկան Լեռնային Ղարաբաղի մի պաշտպանական շրջանից մի հատվածից գիշերվա ընթացքում տեղափոխում էինք մեկ այլ հատված, որպեսզի հակառակորդին ցույց տանք, թե ինչքան շատ զրահատեխնիկա ունենք մենք։ Ասածս հետևյալն է, որ տևական ռազմական գործողություններից հետո, պատերազմից հետո մեր ուժերն էլ այդքան շատ չէին։ Բայց կա շատ ավելի կարևոր հանգամանք։ Ասում են չդադարեցնեինք, լավ չէինք դադարեցնում, որը պետք է լիներ նպատակը։ Այսինքն մենք պետք է հասնեինք Բաքվու, գերի վերցնեինք Ադրբեջանի ղեկավարությանը եւ ասեինք ճանաչեք, ինչ եք կարծում, մենք ունեինք այդպիսի հնարավորություններ։ Երկրորդ հանգամանքը կա։ Կարևորը ռազմական գործողությունների ժամանակ տարածք գրավելը չէ, որտեղ տարածք գրավելուց հետո անհրաժեշտություն կա այդ տարածքը պահել։ Մենք ի վիճակի էինք այդ մեծ ռազմաճակատի գիծը 2-3 անգամ էլ մեծացնեինք ու էլի, այսպես ասեմ, ամուր պաշտպանեինք։ Ոչ իհարկե ոչ։ Վերջը նույնիսկ 100-ամյա պատերազմներն են, չէ, ավարտ ունենում։ Բայց դա ձեր բերում էր, չէ, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև Լեռնային Ղարաբաղին։ Դուք գիտեք արդյոք, որ այդ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները,
այլ նաև Լեռնային Ղարաբաղի։ Եվ հենց այդ ստորագրության համար երկար տարիներ Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում այդ ստորագրությունը այդ համաձայնագրի տակից հանելու համար։ Եվ պատահական չէր, որ 16 թվականին ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիները առաջարկում էին, որպեսզի հրադադարի նոր պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրվի, ինչը հայկական կողմից կատեգորիկ կտրականապես մերժվեց։ Այնպես որ ես փորձեցի ներկայացնել եւ իրավիճակը եւ այն մղումները, որոնցով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը առաջնորդվել էր։